Ողջույն սիրելի ֆուտբոլասերներ, Fast Media-ն սկսում է ձեր ուշադրությանը ներկայացնել Fastex Premier League-ի 24-րդ տուրի տեսությունը, այս մրցափուլում գոլառատ հանդիպումներ կայացան։ Առաջին խաղը, որի մասին պետք է խոսենք, ԲԿՄ West Armenia հանդիպումն է, տանտերերը 3 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը արդեն 34-րդ րոպեին։ Բացվեց խաղի հաշիվը, Միսակ Հակոբյանը աչքին կապ դարպասի գրավման առաջին հարվածից հետո Դրագոևիչը փրկեց դրությունը, բայց մոտակայքում էր Միսակ Հակոբյանը եւ գրավեց մրցակցի դարպասը երկրորդ խաղակեսում 57-րդ րոպեին 10 ֆուտբոլիստով մնաց West Armenia-ն, ԲԿՄ-ն 11 մետրանոց ստացավ եւ Դավիթ Հակոբյանը գրավեց մրցակցի դարպասը, իդեպ այս խաղում Արմիր քարտ ստացավ նաև ԲԿՄ-ի ֆուտբոլիստը Էդիկ Վարդանյանը, այնպես որ հավասար կազմերով թիմերը ավարտեցին հանդիպումը 11 մետրանոցի հնարավորություն ստացավ նաև West Armenia-ն, բայց չկարողացավ գոլ խփել եւ այդ ֆրիկումից անմիջապես հետո ԲԿՄ-ն մեծացրեց առավելությունը, Նարեկ Հովհաննիսյանը ստացավ գնդակը Միսակ Հակոբյանից, ներխուժեց Տուգանային հրապարակ եւ գրավեց Անդրիա Դրագոևիչի պաշտպանած դարպասը, արդյունքում ԲԿՄ-ն հաղթեց 3-0 հաշվով Fastex Premier League-ում 3 հանդիպում անընդմեջ չէր հաղթել ԲԿՄ-ն ու կոտրեց Սառույցը, կոտրեց այդ վատ շարքը վերջապես առավելության հասավ մրցակցի հետ պայքարում եւ ինչն է հետաքրքիր, որ ԲԿՄ-ն Fastex Premier League-ի վերջին 4 խաղերում կարմիր քարտ ստացել է Արարատի, Շիրակի եւ West Armenia-ի դեմ մրցավեճերում եւս 10 ֆուտբոլիստով են մնացել ԲԿՄ-ի խաղացողները Երկրորդ հանդիպումը կայացավ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում, Արարատը մրցեց Գանձասարի հետ եւ տուրի ամենագեղեցիկ գոլերից մեկը խփեց Գանձասարի արձակվող Բերտրան Ջունիոր Մանին կենտրոնից կատարած հարվածի միջոցով գրավեց մրցակցի դարպասը, ըստ Այվազյանը դուրս էր եկել դարպասից, հետո չհասցրեց Անանջել փրկել դրությունը եւ արդյունքում Մանին գոլ խփեց երկրորդ խաղում անընդմեջ հանդիպման վերջին րոպեներին կարողացավ Արարատը խփել պատասխան գոլը Քրիստոֆեր Բոնգֆեյսը աչքին կապ դարպասի գրավմամբ հետո նաև Ուսման Ֆայն կարմիր քարտ ստացավ Գանձասարը մնաց 10 ֆուտբոլիստով գոլ խփելու 1 հնարավորություն ունեցավ Արարատը, բայց Բահի հարվածից հետո գնդակը հպվեց դարպասաձողին, արդյունքում հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով Գանձասարը շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակի հատակում Արարատ Արմենիան սեփական դաշտում ուժերը չափեց Փյունիկի հետ, տուրի գլխավոր հանդիպումն էր Երևանյան դերբի, որը չհիասթափեցրեց 19-րդ րոպեին Էդգար Մալաքյանը խփեց այս հանդիպման առաջին գոլը ընդամենը 8 րոպե անց Փյունիկը կրկնապատկեց առավելությունը TV Նորեկ Մատաս Վարեյկան աչքին կապ դարպասի գրավմամբ նա Fastex Premier League-ի այս մրցաշրջանում 5-րդ հանդիպումն էր անցկացնում եւ արդեն 3 գոլ է խփել Փյունիկը ստացավ շատ հարմար առավելություն, Փյունիկը 2-0 հաշվով հաղթում էր մրցակցին, բայց Արարատ Արմենիան կամք ցույց տվեց, Արարատ Արմենիան կարողացավ վերադառնալ խաղ եւ նույնիսկ հաղթանակ կորզել։ Կամբեքը մեկնարկեց խաղի 44-րդ րոպեից, երբ Ժիրայր Շաղոյանը Տուգանայինից կատարած հիանալի հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Շաղոյանը Fastex Premier League-ի այս մրցաշրջանում իր առաջին գոլը խփեց Դեբրեցենից վերադառնալուց հետո 5-րդ հանդիպումներ անցկացնում ու կարողացավ գոլ խփել կրճատեց հաշվի տարբերությունը առաջին խաղակեսն ավարտվեց Փյունիկի 2-1 հաշվով հաղթանակով հանդիպման 71-րդ րոպեին Արարատ Արմենիան նաև վերականգնեց հաշվի հավասարությունը խառը իրավիճակ էր Փյունիկի Տուգանային հրապարակում Եվ բոլորից շուտ կողմնորոշվեց Էրիկ Օկանսին Տենտոն Յենեի փոխանցումից հետո այդ խառնաշփոթ իրավիճակը ստեղծվեց եւ Էրիկ Օկանսին այս մրցաշրջանում իր 4-րդ գոլը խփեց, նա երկրորդ խաղում անընդմեջ արդյունավետ գործողություն կատարեց Ալաշկերտի դեմ մրցավեճում էլ գոլային փոխանցում էր կատարել այս ֆուտբոլիստը Արարատ Արմենիան չբավարարվեց բերածով Արարատ Արմենիան առաջ գնաց հանդիպման վերջին րոպեներին վաստակեց 11 մետրանոց, որն էլ իրացրեց Մարիուս Նուբիսին եւ արդյունքում Արարատ Արմենիան կարողացավ հաղթել Փյունիկին 3-2 հաշվով ու մրցաշարային աղյուսակում շրջանցեց Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմին 45 միավորով Արարատ Արմենիան երրորդ տեղում է, Փյունիկը 43 միավորումի եւ 4-րդն է Տուրի ամենահետաքրքիր հանդիպումներից մեկը Չարենցավանի քաղաքային ստադիոնում կայացավ Ալաշկերտը մրցեց Սվանի հետ նոմինալ դաշտի տերը Այս խաղում Ալաշկերտն էր 43-րդ րոպեին Օկոնկմոն բացեց խաղի հաշիվը հրաշալի խաղարկեցին գնդակը Վանի ֆուտբոլիստները Օկոնկմոն հայտնվեց նպաստավոր դիրքում եւ
գրավեց Ալաշկերտի դարպասը երկրորդ խաղում անունի մեջ այս ֆուտբոլիստը գոլ խփեց, ընթացիկ մրցաշրջանում նա արդեն 4 գոլ է խփել։ Խաղի 81-րդ րոպեին Օդեին կամ փոխարինման մտած ֆուտբոլիստը կրկնապատկեց Վանի առավելությունը, անկյունային ստանդարտը հասավ օգնության Յուրի Գարեգինյանի փոխանցումից հետո գոլ խփեց։ Օդեին կան թվում էր, թե Վանը կկարողանա հանդիպումը հասցնել հաղթական ավարտի, բայց Ալաշկերտը մինչև վերջ պայքարեց, Ալաշկերտը չհանձնվեց եւ կարողացավ 84-րդ րոպեին կրճատել հաշվի տարբերությունը։ Փոխարինման մտած Փոթինյանը իր առաջին արդյունավետ գործողությունը կատարեց Ալաշկերտում։ Պետրոս Ավետիսյանը այստեղ շատ լավ փոխանցում կատարեց, հետո Փոթինյանը հետ ուղարկեց գնդակը եւ Սարգիս Մեթոյանը կարողացավ ուժեղ հարվածով գրավել Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը։ Խփած առաջին գոլից հետո Ալաշկերտի ֆուտբոլիստները գրաում էին եւ հանդիպման 90-րդ րոպեին փոխարինման մտած եւս մեկ ֆուտբոլիստ հայտնվեց ուշադրության կենտրոնում Աննան Մեսա, որը մինչեւ այս դրվագը 2 իրական գոլային պայր ունեցել, բայց չէր օգտագործել, կարողացավ գրավել մրցակցի դարպասը 2-2 Ալաշկերտը փրկվեց, Ալաշկերտը 15 միավորով 10-րդ տեղում է, իսկ Վանը 21 հանդիպումներից հետո վաստակել է 35 միավոր եւ 5-րդն է։ Տուրի ամենադրամատիկ հանդիպումը կայացավ Գյումրիի քաղաքային ստադիոնում, Շիրակը խաղաց Նոայի հետ եւ բացեց խաղի հաշիվը հանդիպման 38-րդ րոպեին այս խաղում 2-11 մետրանոց չիրացրեց Նոան, երկու դեպքում էլ Գոնսալո Գրիգորիուն մեջ կարողացավ գրավել Դարկո Վուկաշինովիչի պաշտպանած դարպասը, Շիրակի դարպասափայլուն տպավորություն թողեց, ահա Դարկո Վուկաշինովիչի սեյվն ենք տեսնում 11 մետրանոցից շատ լավ ցատկեց, կարողացավ որսալ գնդակը եւ առաջնության գլխավոր ռմբարկուին թույլ չտվեց գոլ խփել։ Այս մրցաշրջանում Գոնսալո Գրիգորիուն 17 գոլ է խփել, կատարել է 4 ասիստ, ահա նաեւ նրա երկրորդ սեյվը, բայց ամեն դեպքում Նոան կարողացավ այս խաղում հաղթանակի հասնել։ Երկրորդ խաղակեսում 47-րդ րոպեին Հովհաննես Համբարձումյանը վերականգնեց հաշվի հավասարությունը։ Ալմեյդայի կատարած փոխանցումից հետո հաղթեց երկրորդ հարկի մենապայքարը եւ գրավեց մրցակցի դարպասը։ Հանդիպման վերջնամասում էլ եւս 11 մետրանոց վաստակեց Նոան եւ այս անգամ արդեն գնդակին մոտեցավ Գորմ Ամբելյանը ու գրավեց Դարկո Վուկաշինովիչի պաշտպանած դարպասը, ահա հենց այդ դրվագն էլ տեսնում ենք, շատ լավ հարված էր Գորմ Ամբելյանի կողմից, Դարկո Վուկաշինովիչը նույնիսկ չցատկեց եւ չկարողացավ փրկել իր թիմին։ Նոան առաջատարն 52 միավորով, Շիրակը ունի 25 միավոր 6-րդ տեղում է։